Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս, առաջարկում միասին այսօր սնիկերս թխել։ Վստահ եմ շատ-շատերդ գիտեք, փորձել եք, ունեք փորձված բաղադրատոմսեր, սա հենց այն հին բաղադրատոմսերից է, որով թխել են մեր մայրիկները, մորաքույրներն ու հորաքույրները։ Այս անգամ մի փոքր փոփոխել եմ, միայն չափաբաժինն եմ մեծացրել, որպեսզի տորթը բարձր ստացվի։ Քանի որ տոներից առաջ շատերը ցանկացել եք հենց բարձր տորթեր տեսնել, ես հատուկ դրա համար մեղրով տորթի բարձր տարբերակ եմ առաջարկել, ալիքում կա, նաև առաջարկել եմ շատ շոկոլադային ու շատ շքեղ հորովել տորթը, նույնպես ալիքում կա։ Այս անգամ էլ բարձր սնիկերս կթխենք, իսկ նրանց համար, ովքեր կցանկանան, որ շերտերը համեմատաբար ավելի ցածր լինեն, ես նկարագրության բաժնում նաև այդ չափաբաժինը կներկայացնեմ։ Սկսեցինք, կոտրելու ենք 8 ձուն։ Այստեղ կարևոր մի բան նշեմ, խնդրում եմ սա բաց չթողնեք, բաղադրիչները պետք է նվազագույնը սենյակային ջերմաստիճանի լինեն։ Իսկ ձուն, եթե շտապում եք, կարելի է ուղղակի տաք ջրի մեջ դնել, ոչ եռման, գոլից մի քիչ տաք։ Հիմա այստեղ 1 պտղունց աղ կավելացնեմ եւ 2 բաժակ շաքարավազ։ Բաժակը 250 մլ է։ Եթե կշռելու եք, ասեմ, որ շաքարը 350 գրամ է ստացվում։ Ավելացնում ենք 500 մլ կաթնամթերք, ցանկալի է, որ մեծ մասը մածուն լինի եւ փոքր մասը կարելի է նաեւ թթվասերով փոխարինել։ Լցնում եմ նաեւ 130 մլ բուսայուղ։ Էլի երկար չենք հարում, կարելի է ձեռքի հարիչով, կարևորը բաղադրիչները խառնվեն։ Ալյուրի հերթն էլ հասավ։ Առաջին բաժակի հետ կավելացնեմ նաեւ 4 ճաշի գդալ կակաո։ Գրամներով կկշռեմ, կգրեմ բաղադրատոմսում։ Չգիտեմ տեսախցիկն ինչպես է փոխանցում, բայց հրաշալի կակաո է եւ համը եւ գույնը նախորդ տեսանյութում հորովելում տեսած կլինեք ինչ լավն է։ Գարեգին Նժդեհի հրապարակին հարակից փողոցում է գտնվում խանութը։ Խանութի ցուցափեղկից հեռախոսի համարն եմ վերցրել, կարող եք դիմել իրենց եւ նշել, որ հենց սրանից եք ուզում։ 2 թեյի գդալ սոդա եմ ավելացնում, չվախենակ շատ չի լինի։ Սոդան ճիշտ քանակի հաշվարկի դեպքում երբեք ավելորդ չի լինում։ Տապակից չափսը 30-40 սանտիմետր է։ Ջեռոցը նախապես անպայման տաքացնում ենք, ջերմաստիճանը 190 աստիճան։ Տապակը հովացնելու կարիք չկա, հակառակը, որքան տաք լինի, այնքան լավ։ Դրա համար արագ շերտը հիմա դուրս կբերեմ ու քանի դեռ տաք է, արագ կլցնեմ հաջորդը։ Մատով կենտրոնին սեղմեք, եթե խմորը թաց չէ եւ թխված է երևում, ուրեմն պատրաստ է։ Սկսում ենք կրեմը։ Ինչպես արդեն ասել եմ, բաղադրիչները տեսանյութի ներքևում գրված կլինեն։ Մեզ հարկավոր է 300 գրամ կարագ, սենյակային ջերմաստիճանի է։ Կարագը առանձին 2-3 րոպե կհարեմ։ Կարագը հարեցինք, հիմա քիչ-քիչ մաս-մաս ավելացնելու ենք 1.5 տուփ եփված հատացրած կաթ։ Կարող եք նաև իրիսկա ավելացնել։ Այս կրեմի համար բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի են, միշտ։ Երկու ճաշի գդալ թթվասեր կավելացնեմ նաև, էլի սենյակային ջերմաստիճանի է։ Սա կօգնի, որ կրեմը շատ քաղցր չընկալվի։ Ցանկացած յուղայնությամբ վերցրեք, եթե ընտրություն կա, իհարկե վերցրեք ամենաբարձրը։ Ահա, այսպիսի կայուն կրեմ ենք ստանում։ Այստեղ 250 գրամ բոված գետնանուշ է, մի քիչ նորմայից շատ եմ բովում, սիրում եմ, երբ համն ու բույրն ավելի արտահայտիչ են։ Այրոգրիլում եմ կարմրացրել 180 աստիճանով ժամանակ առ ժամանակ ստուգել եմ։
Այրոգրիլում եմ կարմրացրել, ժամանակ առ ժամանակ ստուգել եմ, ջերմաստիճանը 180 աստիճան։ Մարեցնում ու ավելացնում ենք կրեմին։ Թթվասերն օգնում է, որպեսզի կրեմի քաղցր համը մի փոքր կոտրվի, ավելի հաճելի լինի։ Չնայած նրան, որ կրեմի մեջ գետնանուշը առատլեցրել ենք, բայց ձևավորման համար էլ գետնանուշ կօգտագործենք, մոտավորապես 70 գրամ է կամ աչքաչափով։ Քանի որ սնիկերսը պետք է շատ գետնանուշով լինի ու լավ բովված։ Վերջում էլ խտացրած կաթ եմ ավելացնելու մի փոքր եւ ձև տալու համար եւ ավելի կարամելային համն ընդգծելու համար։ Կրկին սնիկերսի թեմայի շուրջ ենք աշխատում։ Չգիտես ինչու ցանկացա, որ գծերը ոչ թե ամբողջական անընդհատ լինեին, այլ մաս-մաս։ Հիմա մասնատում եմ։ Օգտագործելու եմ նաև հալեցված շոկոլադ, ավելացրել եմ մեջը մի փոքր բուսայուղ, որպեսզի հետո կտրելու ընթացքում շոկոլադը չփշրվի։ Ձևավորման համար օգտագործվում է մոտ 60-70 գրամ դառը շոկոլադ կամ ցանկացած այլ ինչպես կուզեք։ Իսկ փորձելն արդեն կթողնենք վաղվան։ Ամբողջ գիշեր տորթը մնացել է սառնարանում, ես սա անում եմ, որպեսզի կտրվածքներն ավելի հստակ լինեն, գծերն էլ ավելի ուղիղ, որքան որ դա հնարավոր է։ Իդեպ ասեմ, որ տորթը շատ քաղցր չի ստացվում, համը չափավոր է, բիսկվիթների կառուցվածքը շատ նուրբ է ու հալչող ու բավականաչափ խոնավ։ Այս ամբողջը հենց իմ սիրելի համադրությունն է, շատ եմ սիրում հալչող ու նուրբ կառուցվածքներ։ Այստեղ ավելի շատ զգացվում է դոմինանտը հենց շոկոլադային համն ու բույրը։ Անպայման փորձեք հատկապես բոված գետնանուշի հետ, որը, ինչպես ասացի, մի փոքր ավել եմ բովել, արտահայտիչ համի ու բույրի համար ուղղակի հրաշալի համադրություն է ստացվում, հաստատ չեք փոշմանի, պահպանեք եւ օգտվեք։